Հրապարակի հարգելի հետևորդներ, մենք գտնվում ենք Կոնդում, Կոնդ թաղամասում, կարելի ասել սկզբնամասում, եւ իմ զրուցակիցն է կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը։ Մենք այս ընթացքում նպատակ ունենք շրջելու Կոնդով, հասկանալու Կոնդի ճակատագիրը ինչ է լինելու, որովհետև Կոնդը վերակառուցելու կամ կառուցելու ինչ-որ նոր նախագիծ է ներկայացված։ Հասկանանք Կոնդում ինչն են պահում, ինչն են ուզում ոչնչացնել, վերացնել, մենք այդ ընթացքում Վիկտոր Մնացականյանի հետ կփորձենք ձեզ որոշ մանրամասներ ներկայացնել։ Քանի որ սկզբնամասում ենք, որը հետ չգանք, ուզենայի ընդհանրապես մի բան ցույց տալ, որը շատ խորհրդանշական է, շատ նման է ոնց որ Կոնդը Երևանում։ Տենց է այս եզակի մնացած աշտարակը, որ այս սաղ ճարտարապետության մեջ ոնց է միակ եզակի հայկական ճարտարապետությունը մեր Աշոտ Ալեքսանյանի ճարտարապետ գլուխգործոցը, ոնց է մնացել տենց կղզիացած, հա, հիմա նայեք, ինչ հետաքրքիր է։ Այս աշտարակը երբ որ Դվին հյուրանոցը կառուցել են եւ հենց այս ընտրվել է այդ քարը եւ այս ճարտարապետությունը եւ իրականում Դվին հյուրանոցի ճարտարապետությունը եզակին էր, որ կարելի է ասել հայկական ճարտարապետության այս հետաքրքիր շերտեր են, որ ինքը բարձր հարկ է, այսինքն մենք սորենք թամանյանական, չէ՞, հատկապես Տուֆի դեպքում։ Սա նայեք, ինչքան հետաքրքիր, ֆանտաստիկ, ոնց որ զոր աշտարակ լինի, եկեք մի հատ ունենես ու ինքը հիմա շրջապատված է այս ապակով, բետոնով ու ոչ ինչ որ անհասկանալի ճարտարապետությունով եւ շնչահեղձ է եղել։ Հիմա այս ու կորել է։ Այս շինարարությունը օրինակ հիմա ինչ կապ ունի մեր Երևանի ճարտարապետության հետ։ Հասկանում եք։ Ոնց կարելի է։ Ու սա այն դեպքում, երբ որ մեր Սուրբ Հովանես եկեղեցին Կոնդի միակ եկեղեցին կենտրոնի եզակի եկեղեցիներից միակն էր, որ բարձրադիր գոտում էր։ Այսինքն եթե դու Պարոնյան փողոցով բարձրանում էիր, եկեղեցին տեսնում էիր։ Հիմա այս շենքը փակեց եկեղեցին։ Հիմա եկեղեցին Երևան ընդամենը Բաղրամյանից Պրոշյանով իջնելուց։ Այս սա է կարևոր, սա ոնց որ այս աշտարակտորը ոնց որ մնացել է Կոնդը, ոնց է Երևանում մի հատ այս բարձրադիր գոտի մնացել է որպես ամենահին թաղամասը, Բայց սխալ է որ այս շենքը կառուցվել է։ Իհարկե բոլոր շենքերը եթե ճիշտ եք ուսմանակ, բայց գոնե շենքերը սիրուն են, այսինքն իհարկե չպետք է օրինակ այս շենքը որ հիմա նայեք ամենայն հարգանքով ինքը օրինակ այս հյուրանոցը հիմա Դվին հյուրանոցի նման հյուրանոց եւի չգիտեմ Մոսկվայում կամ Դուբայի լավագույն տեղերը շատ քիչ կան։ Սենց պրոֆեսիոնալ եւ պերֆեկցիոնիստական ներսը ինտերիերը որակը ֆանտաստիկ է, իրական շնորհակալություն ներդրողներին եւ կառուցապատողներին, բայց այս խնդիրը չունեմ կառուցապատող, այս խնդիրը ունեմ նախկին քաղաքային իշխանություններին, որովհետեւ եթե դուք հիմա հրապարակից մի օր կանգնեք, Ամիրյան փողոցով նայեք, գալիս է հենց այս շենքը, իսկ այս շենքը հնարավորություն կար դեռ 18 թվականին մենք բանակցում էինք, որտեղ ընդամենը երկու շենք առնելով այն նորակառույց շենքերի մասն են 90-ականներից հետո ոչ թե 5 Կոնդի, հա, պատմական որևէ բան չունեն։ Այդ շենքերի ժամանակ պատկասեք, sense կարող էր գալ իջնել դեպի Սարյանով, գնել դեպի Ամիրյան, այսինքն անպայման չի մեքենայով դա լիներ։ Դա հետիոտնի համար կա։ Այո, հասարեն այստեղ ճանապարհ պետք է լիներ, չեն թողել։ Իհարկե, դե հիմա դուք պատկերացնում եք Երևանի լավագույն հյուրանոցներից մեկը, թե ոչ ամենալավը։ Հիմա տուրիստը դուրս է գալի, համ Սովետ միության ժամանակ այդ խնդիրը կար։ Դուրս է գալի, պետքա գնա, օրինակ քայլերով գնա կենտրոն։ Կենտրոնը ընդամենը ուղի գծով 100 մետր է, բայց չի գնում, որտեվ չի վստահում, հասկանում եք, չի տիրապետում։ Կամ ստիպած տաքսիով են դուրս գալ։ Եվ ընդամենը Կոնդին մնացել է այս մի մուտքն ու ելքն։ Սա է նաև ամենամեծ խնդիրներից։ Շենքերը չենք խորանում, բայց չեմ ասում, որ նայեք, տրավերտինը ֆանտաստիկ շատ սիրուն է։ Հիմա նայեք, այս շենքալը էս դիմացել է տրավերտինան, մեն մյուսը, բայց Կոնդը տրավերտինի հետ ինչ կապ ունի։ Երևանի առաջին տրավերտինի շենքը եղել է կասկադ կառույցը։ Մեկ էլ է Թումանյան 8-ը հետագայում առողջապահության նախարարությունը այդ հանրապետության այդ Ալավերդյան փողոցի խաչմերուկին որ կա, երկար քննարկել են տրավերտինը։ Հիմա տրավերտինը դառել է ոնց մի քիչ շատ են չարաշահում։ Նոր Երևանի, հա, ոնց որ այդ քարը Որացել ենք մենք տուֆի տարբեր բազմազանությունը, այ Կոնդում ինչ կառավարության տուֆի ինչ տեսակներ էր Կոնդին սազում, եթե սարքում են վերակառուցում։ Այն ժամանակ երբ որ քննարկել են, այ ընտրել են այս գույնը։ Ինքը ոչ սովետական այդ արդիկ տուֆի գույնը, հա, ոչ էլ այդ ֆերզիտի կառավարության, այսինքն այդ վարդագույն, այդ ռոզովի տուֆը չի։ Ոչ էլ նախասովետական այդ սև տուֆն է, որը ելնի տակից են հանել։ Սա շատ հետաքրքիր է, տանի հոգնեմ տարբեր կողմերից բերել են, եթե նայում եք ինքը շատ հետաքրքիր
տարբեր երանգներ ունի։ Այն ժամանակ Ալեքսանդր Թամանյանից բերած այդ պիքսելների գաղափարը, մենք որ կանգնեց հրապարակից նայած կառավարության շենքին, մարդը ստացել է պիքսելները, բան ու դենց 100 տարի հետո ենք հասկացել ինչ բան է պիքսել, հասկանում եք։ Նայեք, ստեղ ունեք սև քարա օգտագործած եւ այլն։ Դրա համար, երբ որ մենք այսօր մենք միջև այդ մեր իհարկե ռեպորտաժ որ զրուցում ենք, այս սա է անհանգստացնողը։ Ես ընդհանրապես մի հատ տուն կուզենայի ցույց տալ մեր ժողովրդական վարպետներից։ Մի պահ նայենք մենք Դվին հյուրանոցին, մի պահ նայենք տեսքին։ Այ մենք ասում ենք նաև ունենք հզոր ճարտարապետություն։ Ինչ ունենք լավ ճարտարապետություն, լավ պոեզիա, որ համաշխարհային մրցունակ է ամբողջ աշխարհում։ Եվ ունենք այս տեսքը, ինչպես եք նայում, այսպես պետք է լիներ հայկական Չէ, իհարկե ճարտարապետության մեջ Դվինի այս նոր Դվինի մեջ ոնց նշում եմ ինքը ներսից է, հարաբերս հյուրանոց իր մակարդակով, ռեստորաններ ամբողջ ժամանցը իրականում քաղաքը պիտի շնորհակալ լինի ինվեստորին, որ sense կարողացել է sense ֆանտաստիկ իրոք շատ լավ բան կառուցել։ Իմ խնդիրը ստեղ ավելի քաղաքային իշխանությունների հետ, այև ճարտարապետների հետ նախկին ով եղել, խորհուրդն ա եղել, գլխավոր ճարտարապետ, որ չեն ստիպել, որ այս դոմինանտ բարդության վրա գտնվող տեղը համ այս կողմից, հա, Սարյանի կողմից, նայած կենտրոնի, թե նայած Ծիծեռնակաբերդի կողմից, թե Արաբքիրի կողմից, ինքը ամենտեղից երևում է։ Ինքը կարող լիներ մի քիչ ավելի երևանյան հայկական ճարտարապետություն։ Լավ, եթե շատերը ասում են, լավ, Վիկտորը շատ է Թամանյանականից կարճ է կպել, թող որևէ նոր բան, որովհետև նախկին Դվինը հենց դա էր ստացել։ Հասկանում եք, այդ դա եմ ուզում ասեմ, որ դուք հիշեք, ունեք տարբեր հյուրանոցները օրինակ վերցնես եւ Դվինը միշտ տարբերվել է, որովհետեւ Դվինի մեջ եղել է հայկական ճարտարապետություն, այսինքն իրենք կարողացել են բարձր հարկի մեջ ստանալ այդ հայկական ճարտարապետությունը, հայկական նորագույն ճարտարապետությունը, որը շատ հետաքրքիր է ու այտենց համեջամ դասականն է եղել, համ հայկականն է եղել, համ շատ բաներ կար խառնած։ Հիմա էլի շատ սիրուն է, էլի լավն է, բայց իրականում այն ինչ որ կոնդը պետքա լինի, կոնդը հիմա չի խոսալու, դիսոնանս կլինի, այսինքն այն եթե պետությունը մի օր փորձի կառուցել այդ ավելի հայկականին մոտ, հա, ստեղ տարբերություն է, բայց դե էլի շնորհակալություն, որ էլի չեն քանդել, էլի տիրություն են արել, զարգացել են, իհարկե շնորհիվ էս հյուրանոցի, սա տեսնում եք ինչ է կանում, նայեք, խանութա բացվե, խանութից հետո արդեն մարդիկ են սկսել հասկացել են մասնավոր հյուրանոցներ են ուզում, կաֆեներ են բացում եւ այլն, իհարկե դա մենակ էս հյուրանոցի շնորհքը չի, բայց մեծ ազդեցություն ա ունեցել, բայց ի սկզբանե ասեմ անգամ սովետական միության ժամանակ Դվինը իմ կարծիքով Դվին սարքելն էր սխալ, որտեվ հենց Դվինով բռնեցին, փագեցին այդ հիմնական սիրուն տեսարանները, ոնց որ նաև Պարոնյան այդ Ատամնաբուժարանի շենքը, այդ Պարոնյան 38-ը հասենկներ մոռանում եմ, հա, այդ սկորի հիվանդանոցի դիմացը։ Մի կողմից ընդեղից փագեցին, մի կողմից Լեո 5 հարգանի Լեո Պարոնյանով փագեցին։ Իսկ կոնդը հենց խնդրեմ ինչի կոնդը դարավ գետո։ Ամենակարևորը, որովհետև կոնդում բռնեցին սաղ, sense պարիսպապատեցին։ Այդ դա է, նու ճակերտավոր պարիսպապատեցին եւ կոնդում տարբեր ճանապարհներ են, հիմա նայեք, ընդհանրապես կոնդին մնացել է այս մի փողոց, հիմա նայեք, ոչ մայթ կա նորմալ, բայց նայեք ինչ տրաֆիկ կա, հասկանում եք։ Խնդրեմ հատ կարող եք ցույց տալ այս պահին, մարդկային ասենք, հա, շարժ հենսա խնդրեմ առաջանում։ Հիմա մի օր մի հատ տուրիստ կընկնի, որտեղ ինքը վստահում է, ինքը տենում ասես լավ հյուրանոց է, լավ օթանավական է, բայց գալիս դեռ մայթ չկա եւ այլն վթարային վիճակներ, բայց ես օրինակ ցույց կտստեղ մի հատ մի 25 տարի առաջ մոտավորապես մեր ավագույն մասնագետների, ժողովրդական վարպետներից եւ կինը մեր Մամիկոնը եւ կինը գորգագործ է եւ ինքն էլ շատ ուժեղ եւ արծաթագործ, մետաղագործ, մեր անգամ մեր եկեղեցու գանձարանի հիմնական սա բաներն է կառուցում, նաեւ ինքը այտենց, բայց ուղղակի ընդհանրապես նայեք, սա նոր ժամանակներ, սա ֆելզիտ է, որ կոնդի հետ ոչ մի կապ չունի, սիրուն է։ Սա այս կարմիր հոկտեմբերյանի տուֆն է, որ էլի կոնդի հետ, չէ, կապ չունի։ Բայց այս սա Մամիկոնը Մխիթարյան, մեր ժողով վարպետներից։ Հիմա նայեք ինչ գեղեցիկ, քարով, համ քարի շարվածքը, համ փայտի աշխատանքները, հասկանում եք, համ Երևանյան այս փայտագործական սախ, որը պահպանվել է, հա, անգամ այդ պատշգամբը։ Պատշգամբը դեպի դուրս ինչքան համեստ է, այս sense պետք է լիներ կոնդը հիմնա։ Ես չեմ ասում դա անպայման բոլորը sense պետք է լինի։ Բայց հարկայնությունը ոչ սրանից ավել, հասկանում եք, ճարտարապետությունը, ասենք, այդ որը շատ մոտ է Երևան քաղաքին, մեր ռեգիոնին, չգիտեմ, եւ մնացած տարբեր պլաստերին։ Սա էլ է սիրուն, նայեք, այս դեղին ֆելզիտա, ասենք, սա ալեն 90-ականներից հետո։
երկուսն է շատ սիրուն տներ են, բայց նա հոկտեմբերյանի կարմիրն է, սա այդ ֆելզիտն է նոյեմբերյանի, ստեղ սվաղը, հրազդան սվաղը արած, այս սա է պետք է զգուշ լինել, որ հիմա որ այս մեծ շինարարությունը սկսվի կոնդում, իսկ կոնդում չի կար, կոնդում մի օր շատ մեծ մասշտաբի շինարարություններ է սկսելու Սիգ ջան։ Ուղղակի պետք է որպեսզի լինի արդեն մի հատ գլխավոր ինչ որ գրասենյակ, չի լինի որ ասենք դա չի կարող դա թաղապետը մենակ զբաղվի կա, դա մի բան է պետք, ոնց ասեմ, մի հատ ծիգի պես, իհարկե ժողովուրդ ասում է ծիգ վատ ասոցիացիաներ է առաջանում ծիգին, բայց ինչ որ մի հատ մարմին է պետք, իր գեղագիտական խորհրդով, իր ճարտարապետական խորհրդով, իր պատմական եւ ընդհանրապես քաղաքաշինական տարբեր բաժիններով, որ որոշեն կոնցեպտը ոնց է զարգանալու կոնդի ու նոր գնանք առաջ։ Սա ուղղակի ցույց եմ տալի եւ լավ օրինակը, սրանք լավին են, բայց կապ չունեն կոնդի հետ եւ հիմա կարանք մենք տենանք շատ վատ օրինակներ։ Հիմա այո, ես իմ նպատակն է նաեւ մեր նպատակն է հանդիպել, ցույց տալ մեր ունկնդրինել հասկացնել եւ հասկանալ միասին, թե ինչ ճակատագիր է սպասում կոնդին։ Պետք է հասկանանք ինչի կոնդը ընկավ այսօրը։ Դա իհարկե խոսում ենք մենք արդեն մոտավորապես 40-ական թվականներից սկսած է այդ խնդիրը եղել։ 1940-ականների, որովհետև հիմնականում կոնդում գիտեք ապրել են նաև որ հիմա շատ է քննարկվում, եղել են իսլամադավան մարդիկ բնականաբար։ Պարսիկներ են եղել են նաև բոշաներ, հա, ասում են հայ բոշաներ։ Կոնդում կա պարսկական մզկիթ հիմա կիսավեր վիճակում է։ Իհարկե։ Այստեղ ապրել են նաև որոշ չափով այդ կովկասյան թաթարներ, հա, բայց հիմնականում շատ կարևոր է հիմնականում որ հասկանանք, որ նա սա միշտ եղել է հայկական թաղամաս։ Իր խնդիրներով, այսինքն իհարկե պարսկական տիրապետության ժամանակ ունենք կառույցներ, հա, ասենք տարբեր խանների տները, սա կարանք ցույց տանք եւ այլն։ Բայց սովետական միությունը դեռ Ալեքսանդր Թամանյանի ժամանակ հնարքել է եւ ունեցել է նախագծեր։ Թամանյանի նախագիծը ցավոք մենք տենց չենք կարողանում ուսումնասիրել, տեսնել, բայց տարբեր նախագծեր են եղել, տարբեր ճարտարապետների կողմից։ Օրինակ ես ինքս շատ հավանում եմ 70-ականներին Աղեկյանի շատ լավագույն ճարտարապետներից են ժամանակ դեռ երիտասարդ, հիմա մենք հանդիպել ենք, զրուցել ենք, որ ամենամոտներ էս ինչ որ մենք հիմա տեսանք, այսինքն ցածր հարկայնությամբ պահպանվում է ոնց որ այդ հա Զորագյուղ թաղամասը պետք էր պահպանվեր, այդ Սիրունի այդ Փարաջանովի տուն թանգարանը դրան շատ ավելի մոտ։ Ցավոք նոր երիտասարդ ճարտարապետները ինչ ես տեսել եմ գծել են, գծում են ավելի Թիֆլիզի նման մի բաներ, որը շատ տարբեր է։ Որոշ ճարտարապետներ Մոսկվայից կային, այստեղ հիշում եք, շինարարներ կային, մեծ կառուցապատողներ, արդեն մի 20 մոտավորապես 30 հատ գույք գնեցին մի քանի դոլարի, ուզում են ավելի բարձր հարկեր։ Կոնդեն խնդիրը ո՞րն է, կոնդը ինքը արդեն բարձրության վրա է գտնվում կենտրոնի համեմատ։ Եվ կոնդի զրոն համարժեքա, օրինակ Բուլվար Թաղամասյան Դարգետ ռեստորանի, հա, այդ շենքերի, այդ Բյուզյան Դարամի այդ հատվածի ոնց որ 7-րդ, 8-րդ հարգին։ Այսինքն եթե մի հատ կոնդի վրա կառուցում ես բարձր, ինքն սպառսեն կենտրոնի միշտ անհարմարություն կա եւ քաղաքաշինական առումով շեֆ շատ մեծ սխալ է։ Հիմա կոնդը հասկանալու համար ինչի եղավ։ Դեռ միշտ նախագծեր ասում են, բայց միշտ քննարկվել է, որ կոնդը պետքա վերակառուցեն, պետքա հանդեն, չգիտեմ, կոնդը էս պետք անեն։ Դրա համար երբևէ պետությունը կոմունալ որևէ գլոբալ ծախս, կապիտալ ծախս չի արել։ Կանալիզացիան չի արել, ջուրը հիմա նայեք, այս ջրից օգտվում են տասնյակ տներ։ Հիմա այս որ դուք պատկերացնեք քաղաքային իշխանությունը, նայեք, հիմա մի հատ ցույց տամ, սա կոնդի ամենամոտ դվին հյուրանոցից բացի այդ մասից, որ պետքա կապում է քաղաքին, որ իրանց կանգառին, չէ՞։ Մի հատ խնդրում եմ, ստեղ նայեք։ Այսինքն քաղաքը ունես տպավորություն է, ոնց որ ձեռները լվացել էր կոնդից։ Հիմա նայեք, դու սենց պետքա հիմա գնաս, իջնես, որ գնաս Պարոնյանի կանգառը կանգնես։ Այո։ Հասկանում եք, երեխեք են փոքր, այսինքն հələ ստեղ նայեք։ Այսինքն դու ստեղ պետքա անգամ համոզված են, որ կա բանին կառուցապատողին էլ ասես, ինքը ակուրատնի կմաքրեն, կբացեն, բայց պետք է ասես, պետք է խոսաս, օրինակ այսքան նեղա, այսքան լենա, սա երևա, չէ, համայնքային հող է։ Սա սիրուն լայն մուտք պետք է ունենալ, պետք է մշակվի։ Էլ չեմ ասում մյուս կոնդից, եզակից պատմական որպես արժեք մնացած, պատմական մշակութային։ Սա այս
հայտնի նվագախումբի տղաների պատն է։ Մեկը տանիք է դրես տեղ։ Ահա։ Այս գազի տրուբ են։ Դա ծառեր աճում։ Սա միակ կոնդի հիմա եզակի պատմամշակութային արժեքն է։ Լավ բան են անում կոնդին, ջուր են անցկացնում։ Բայց պատասխանատու է պետք, այս սա եմ ասում, մի հատ գրասենյակ է պետք, որ պատասխանատու լինի, գա ասինգեր, էսի չեք անում, ոնց չի կարա ասենք, այս պատմամշակութային հուշարձանին կպածս բերես լցնես, բա որ այս ծանրությունից թափեց։ Այո։ Նայեք, այս սիրուն էլ պատ է, իրականում սա Մելիք Աղամալյաններենց բանն է եղել։ Մի բան ասեմ, նայեք, այս հիմա, սա քանդվել է, սա պատմամշակութային մաս է։ Այո։ Սա երբ է քանդվել, կարող է հիշեք։ Շատ վաղուց։ Հա, ինչքան վաղուց։ Մի 15, մի 20 տարի կլինի։ Հա։ Սա Մելիք Աղամալյանի բանն է այդ։ Էլի համար, ասեն ինքը որ իմանա եզակի մարդներ է, որ ձիով է, ասում որ ձիով իր ինքն է ունեցել։ Նայ, շեբեն է լսվում։ Պատմա միակ կոնդի պատմամշակութային մնացած եզակ 3 կտոր կա, մեկը սա է։ Սա է, դպրոցն է, մսկիթն է, ինքը 750 մետր դպրոց է։ Ու մեծ պատվալով, այսինքն որ դուք պատկերացնեք, իր բակով։ Հիմա նայեք ինչքան տարածք է։ Ու սա կարալներ, հիմա նայեք, կոնդի ամենամեծ խնդրումը որն է, կոնդի սաղ պետական ինչ կա, մնացել է մի մանկապարտեզ։ Մանկապարտեզն է արդեն, հեսա 2 տարի կլինի։ Կա օթեղտով, բայց այսինքն դպրոցը չկա։ Էս է մանկապարտեզը, դեպ ինքը ավաբշեն հին, այնքը պարսկական պլաստերի վրա սարքած, այսինքն գրադարանը սեփականաշնորհել են, տուալետները սեփականաշնորհել են, դպրոցը չկա, դե բաղնիկ չկա, բանը մանկապարտեզն է, հեսա փագեցին ու հետո ստիպեցին կոնդ, այսինքն որ ամենակարևորը դու կոնդի, նայ պատկերացրու ինչքան մեծ դպրոց է։ Հիմա կոնդի երեխեքը ստիպած փողոցը պետք է անցնեն, կամ էլ չեմ ասում հիմա գործում է, բայց դպրոցը գործում է հիմա դպրոցը։ Հա, չէ, չի գործում, շուտվանից չի գործում։ Չի գործում դպրոցը։ Կոնդի եզակի փակ вообще։ Նաև կարելի ասել Երևանի եզակի փակ դպրոցներից է, էլի։ Մի քանի հատ կա Երևանում հենց։ Բայց կոնդում, բայց այն դեպքում է ֆորսա կոտրած ապակիներով, դե ինքը նայեք, այս տանիքի պատճառով ստեղ ինքը մի թեթև վթարային, բայց ինքը տենց շատ ժամանակին շատ լավ շինարարական մեծ լավ ստանդարտներով է կառուցված եղել։ Հասկանում եք։ Հիմա սա իրոնակով իրենց արժեք չի ներկայացնում, բայց եթե ես սա պետք է բացես, մաքրես մի քիչ, որ հիմա գնանք այն հինես գեղեցկությունը տեսնեք, սա նոր են արել։ Հիմա նայեք բակը էս դպրոց։ Դուք հասկանում եք, սա առանձին կարա դառնա էլի հյուրանոց։ Ես դպրոցի բակն է, այո, սա դառնաց մշակութային, օրինակ թանգարան կարա դառնա, սա ժամանակին ուզում էին մտցրել էին սեփականաշնորհման ցուցակի մեջ, երբ որ ես աշխատում էի քաղաքապետարանում, թաղապետարանում, մենք սա հանեցինք ցուցակի, ես քաղաքապետի հետ խոսացի, սա հանեցինք, որ ավելի որտեղ սա կարար մեկը վերցնել մասնավոր, իսկ սա պետքա լինի ինչ որ ավելի մշակութային ինչ որ